Իրակլի Պապիաշվիլին, ով հենց նոր լքել է դատական նիստը, նախասրահում նրան դիմավորել են քրեական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել, որ անձնական խուզարկություն պետք է անցկացնեն։ Մեղադրյալը խուզարկվել է քաղաքային դատարանի շենքում, իսկ ավելի ուշ խուզարկվել է նաեւ նրա տրանսպորտային միջոցը, որից առևանգվել է անձնական իրեր եւ $5,000։ Իրակլի Պապիաշվիլին ասում է, որ գումարը փաստաբանին վճարվելիք հոնորարն է եղել։ Զուգահեռաբար այսօր խուզարկությանը իրականացվել նաև Պապիաշվիլի եւ Գյորգի Չիկովանիի անձնատանը։ Քննչական գործակալությունը դեռ հայտարարություն չի արել, թե ինչ է առևանգել խուզարկության արդյունքում։ Վրացական քաղաքական դաշտում քննարկվում է վրացական երազանքի ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է թմրամիջոցների քաղաքականության խստացմանը։ Ընդդիմության մի մասը դրական է գնահատում նախաձեռնությունը, իսկ Գիրչի կուսակցությունը կարծում է, որ երկրում արդեն կա ամենախիստ թմրամիջոցների քաղաքականությունը եւ որ այն էլ ավելի խստացնելը գործնականում անհնար է։ Խորհրդարանն արդեն ներկայացրել 8 տարբեր օրենքների փոփոխություններ, որոնք նախատեսում են ավելի խիստ պատասխանատվություն թմրամիջոցների, այդ թվում կանեփի ու մարիխուանայի հետ կապված գործողությունների համար։ Փոփոխություններ են կատարվելու քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ կազմակերպված հանցագործություն ու ռեկետի մասին օրենսգրքերում։ Որոշում է կայացվել մաքսիմալ խստացնել բոլոր տեսակի թմրամիջոցների իրացման համար պատիժը, ինչը նշանակում է, որ թմրավաճառներին սպասվում է 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում ոչ միայն առանձնապես խոշոր կամ մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այլ փոքր քանակությամբ թմրամիջոց վաճառելու համար։ Սահմանվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամիջոցների վաճառք հասկացողությունները, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հատուկ հոդվածներով նախատեսված դեպքերում անձի մինչև 5 տարի ժամկետով կսահմանափակեն տրանսպորտային միջոց վարել, հանրային ծառայություններում աշխատել, զենք արտադրել, գնել, պահել կամ կրել։ Օրենսդրական փաթեթի նախաձեռնողները վրացական երազանք եւ ժողովրդի ուժ կուսակցությունների պատգամավորներն են։ Վրացական երազանքը կրկին խոսում է Deep State-ի ազդեցության մասին։ Մամուկամ Դինարաձեն հայտարարում է, որ առայժմ Deep State-ի պարտության առավել եւս թուլացման նշան չկա։ Մեծամասնության առաջնորդը շեշտը դնում է սկանդինավյան եւ բալթյան երկրների վրա, քանի որ հենց Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան էին, որ անցած շաբաթ նոր պատժամիջոցների փաթեթ են ընդունել ընդդեմ բարձրաստիճան պաշտոնյաների։ Իշխող թիմը որոշումը դիտարկում է որպես միջնորդություն երկրի ներքին գործերին, նպատակ ունենալով փոխել իշխանությունը, իսկ պատժամիջոցների քաղաքականության խստացումը եւ վերջին կոշտ հաղորդագրությունները պարզաբանում է այսպես կոչված Deep State-ի ազդեցությունը։ Ըստ Դինարաձեի, Ամերիկայի դիրքորոշումը ցույց կտա Ամերիկայի Deep State-ի պարտության կրել է, թե ոչ։ Նրանք հույս ունեն, որ Ամերիկան արդարացի դիրքորոշում կունենա Վրաստանի կառավարության նկատմամբ։ Ընդդիմությունը ունի ուրիշ կարծիք, որտեղ իշխող թիմի դիրքորոշումը գնահատում են որպես հակաարևմտյան հռետորաբանություն։ Ինչ է նախատեսում ընդդիմությունը եւ ինչպիսին է նրանց գործողությունների պլանը։ Առայժմ հայտնի չէ կստեղծվի արդյոք միասնական այլընտրանքային քաղաքական կենտրոն, թե ոչ։ Ինչպես նշում են քաղաքական գործիչները, նշված հարցը քննարկման առարկա է։ Սրա հետ մեկտեղ շարունակվում է ընդդիմության եւ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումները։ Երեկվա համակարգման հանդիպմանը քննարկումը վերաբերել է բողոքի ձևերին եւ նոր ընտրությունների հասնելու ուղիներին։ Ընդդիմության ուշադրության կենտրոնում է հետագա քայլերի անհրաժեշտությունը եւ համակարգման կարեւորությունը։ Զուգընթաց հնչում են նաեւ կոնկրետ կոչեր։ Օրինակ Զուրա Գիրչի Ջափարիձեն հայտարարում է, որ անհրաժեշտ են ոլորտային տնտեսական պատժամիջոցներ։ Նրա պարզաբանմամբ Եվրամիության հետ ազատ առևտուրը պետք է դադարեցվի, ինչպես նաև հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդներից մեկը խոսում է կոնկրետ անձանց ու նրանց ընտանիքի անդամների արտասահման մեկնելու հնարավորությունը սահմանափակելու մասին։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը եւ հանձնաժողովի անդամ Ջին Շահինը եւս մեկ անգամ ներկայացրել են Մեգոբարի ակտին, որում ասվում է, որ Վրաստանի բարեկամներն ամբողջ աշխարհից ցնցված են կառավարության
ավտորիտարիզմից եւ ժողովրդավարական ցուցարարների նկատմամբ բռնության ճնշումից։ Հեղինակների կարծիքով այս օրինագիծը հզոր ուղերձ կլինի, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդին, երբ նա պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար։ Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահին։ Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, համատեղ տարածաշրջանային նախագծերը, տնտեսական համագործակցության հարցեր։ Զրույցը անդրադարձել է Վրաստան-Ադրբեջան հանրապետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների 10-րդ նիստի արդյունավետությանը, ինչպես նաեւ բարձր մակարդակի այցերի կարեւորությանը։ Կողմերը քննարկել են նաեւ միջանցքի արդյունավետ գործունեության խթանումը։ Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւորությունը։ Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրմամբ հանդբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին, անձնակազմին, հանդբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարներին պարգևադրել է պատվո շքանշաններով եւ պատվո մեդալներով։ Վրաստանի պետական մրցանակներ են շնորհվել մարզիկներին սպորտային բացառիկ նվաճումների համար, մասնավորապես 2024 թվականի հանդբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում պատմական արդյունքի հասնելու եւ նշված առաջնության եզրափակիչ փուլում հաջող հանդես գալու համար։ Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը աճել է 24.4%-ով 2024 թվականի 4-րդ եռամսյակում, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության, անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր մեր երկրում ամենամեծ ներդրողները եղել են Միացյալ Թագավորությունը, Մալթան, Նիդերլանդները։ Սակայն հարկ է նշել, որ 2024 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը տարեկան կրճատվել է գրեթե 30%-ով։ Ճիաթուրայում հանքափորների բողոքի ակցիան շարունակվում է արդեն 12 օր է։ Բողոքի մասնակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, Ճիաթուրայից հանել Ջորջյան մանգանեզ ընկերությունը, ձեռնարկության կառավարումը հանձնել պետությանը եւ ստեղծել հատուկ հիմնադրամ, որտեղ ընկերության շահույթի 5%-ը կփոխանցվի եւ կօգտագործվի Ճիաթուրայի զարգացման համար։ Վրացական կրթությունը վտանգի տակ է հարթակը համերաշխություն է հայտնում Թատերական համալսարանի ուսանողներին։ Նրանք այսօր հավաքվել են համալսարանի մոտ եւ պահանջում են հանդիպում տնօրինության հետ։ Ինչպես ասում է հարթակը ներկայացնող դասախոսները, իրենք չեն հասկանում, թե ինչու կարող են դադարեցնել ուսանողների ուսանողական կարգավիճակը։ Ինչպես ներկաներին ասեցին համալսարանի անվտանգության ծառայությունից, նրանք պետք է դիմեն համալսարանի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու համար։